Բարի օր, դուք դիտում եք Կիրակնորյա հերթապամասը։ Այս թողարկման մեջտեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համառոտ։ Համագործակցությունը կընդլայնվի, ընդգրկելով նոր ուղղություններ։ Նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին։ Գաղափարներ երիտասարդների ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ կայացել է ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Քրեական ոստիկաններն անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել։ Նախարար Արփին Սարգսյանը ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ստանալու առթիվ դեսպանը շնորհավորել է նախարար Սարգսյանին և ընդգծել այդ ուղղությամբ Հայաստանի պատասխանատու հանձնառությունը։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Նախարարը շնորհավորելով դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել Լոռու մարզում աղետից հետո վերականգնման աշխատանքներում, մասնավորապես կամուրջների կառուցման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տեղահանված անձանց ցուցաբերած օգնության համար։ Արփին Սարգսյանը մատնանշելով երկկողմ ջերմ հարաբերությունները, կարևորել է համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունը։ Նա ընդգծել է անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի հետ գործընկերության ամրապնդումը և COP17-ից առաջ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար նշել է, որ Շվեյցարիայի կառավարությունը աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ երկխոսությանը, դեսպան Բաումանը շնորհավորել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացների ծրագիրը ստանալու առթիվ և ընդգծել այդ ուղղությամբ Հայաստանի պատասխանատու հանձնառությունը։ Դեսպանը բարձր է գնահատել նոյեմբերի 21-ից 27-ի ընթացքում հրդեհների մարման ժամանակ փրկարարծառայության աշխատանքը և ցավակցություն հայտնել Հրշեջ փրկարարի զոհվելու կապակցությամբ։ Ընդգծվել է նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում Հայաստանին Շվեյցարիայի մենթորության կարևորությունն ու այդ համատեքստում վարժանքները շարունակելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են կլիմայի փոփոխության շրջանակում աղետների ռիսկի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունները և այլ հարցեր։ Նախարար Սարգսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային օրվան նվիրված ընդունելությանը և հանդես եկել շնորհավորական ելույթով։ Նախարար Սարգսյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 54-րդ տարեդարձը, ընդգծելով երկու երկրների բարեկամական և դինամիկ զարգացող հարաբերությունները։ Ձերդ գերազանցություն, Արաբական Միացյալ Էմիրությունների մեծարգո տիկին դեսպան Նարիման Ալ-Մուլլա, Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք։ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 54-րդ տարեդարձը։ Ինձ համար պատիվ է այսօր ներկա գտնվել բարեկամ երկրի Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի առթիվ։ Արաբական Միացյալ Էմիրությունները ավանդաբար եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության համար առանցքային գործընկեր և բարեկամ։ Հայաստանն ուշադիր հետևում է Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին և արտաքին քաղաքականությանը թե տարածաշրջանային և թե գլոբալ հարթակներում և տպավորված է Էմիրատների ղեկավարության աշխատանքով և գրանցած հաջողություններով։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները կառուցել են ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն, որակապես նոր մակարդակի բարձրացնելով երկու երկրների և երկու ժողովուրդների միջև առկա հարաբերություններն ու բարիդրացիական գործընկերությունը։ Այս հանգրվանում կարևոր եմ համարում վերարժևորել համատեղ անցած ուղին, գնահատել կատարված աշխատանքը և նախանշել առաջիկա ուղղությունները։ Անցած տարիների ընթացքում ծավալած հայ-էմիրաթական արգասաբեր փոխգործակցության արդյունքում գրեթե բոլոր ոլորտներում մենք գրանցել ենք նշանակալի հաջողություններ։ Մի քանի տասնյակ բարձրաստիճան փոխայցելություններ, գործարար հանդիպումներ, երկուստեք մասնակցություն ցուցահանդեսներին, տարբեր համաժողովներին, գործընկերային տարբեր ֆորումներին։
Բավարար է միայն նշել, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի Հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն է եւ գրանցվող ցուցանիշները վստահաբար տարեց տարի ավելի բարելավում են։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավել էմիրաթական ներդրումներ եւ ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս ուղղությամբ երկուստեք աշխատանքները ակտիվ փուլում են գտնվում։ Լիահույս եմ, որ այս բնագավառում նույնպես մոտ ապագայում կունենանք նոր առաջընթացներ, նոր հաջողություններ եւ տեսանելի ձեռքբերումներ։ Մեր երկրների միջև ստորագրվել է շուրջ 30 փաստաթղթեր, որոնք ձևավորել են իրավապայմանագրային ամուր հիմք երկու երկրների միջև։ Ջերմությամբ եմ հիշում այս տարի Արաբական Միացյալ Էմիրություններ այցս, որի ընթացքում պատիվ ունեցա հանդիպելու ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին եւ գործընկերոջս Շեյխ Սեյֆ բին Զայեդ Ալ Նահյանին, որի հետ ստորագրեցինք երկու երկրների միջև կարևորագույն փաստաթուղթ, որով ներքին գործերի նախարարությունների միջև ճանաչվեց փոխադարձ տրամադրված վարորդական վկայականները եւ սա ըստ էության ավելի է դյուրացնում երկու երկրների քաղաքացիների շարժը այս տեսանկյունից։ ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի միջև շարունակաբար ավելանում են զբոսաշրջային հոսքերը, երկու ժողովուրդների միջև անմիջական շփումները, որի վառ ապացույցներից է այս պահին շաբաթական շուրջ 30 ուղիղ չվերթների առկայությունը։ ԱՄԵ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկն է եւ ուրախ ենք արձանագրել, որ հաստատուն կերպով աճում է նաեւ էմիրացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Ցանկանում եմ նաեւ արտահայտել իմ բարձր գնահատանքը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը եւ անձամբ ձեզ, Տիկին Ալմուլա, արգասաբեր աշխատանքի եւ ակտիվ համագործակցության համար։ Տիկին դեսպան, դուք պաշտոնը ստանձնելուց ի վեր ջանք չեք խնայել ավելի ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները, որի արդյունքները ակնառու են թե քաղաքական, թե առևտրատնտեսական, թե սոցիալ-հումանիտար եւ այլ բնագավառներում։ Հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ, հարգարժան Տիկին դեսպան, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, եզրափակելով խոսքս ցանկանում եմ ընդգծել, որ թեև Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև թե քաղաքական, թե առևտրատնտեսական, թե մշակութային փոխգործակցությունը շարունակաբար զարգանում է, հավատացած եմ, որ դեռևս առկա է հարաբերություններում չիրացված ներուժ։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով մեր երկու երկրների պետական մարմինների համագործակցությունը հնարավոր կլինի ինստիտուցիոնալ կերպով իրացնել եւ սերտացնել, նպաստելով հայ-էմիրաթական փոխգործակցության ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանը, բարձրացնելով այս համագործակցությունը ռազմավարական մակարդակի։ Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի առթիվ, մաղթելով մեր բարեկամ երկրին հարատև խաղաղություն, բարգավաճում եւ շարունակական զարգացում։ Շնորհակալություն եւ կրկին շնորհավոր ազգային տոնի կապակցությամբ։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է Safe-U առցանց անվտանգ բջջային հավելվածը, ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով Safe-U-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի նախնական արդյունքները։ Մասնակցել է ներքին գործերի նախարար Հարփինե Սարգսյանը, նախարարության ղեկավար կազմը եւ պետական ու միջազգային գործընկերներ։ Ներքին գործերի նախարար Հարփինե Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 29-ից 30-ը նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի վերլուծական հաշվետվությունների եւ արդյունքների նախնական տարբերակի ներկայացմանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, պետական եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ։
Նախարար Արփինե Սարգսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանին եւ միջազգային գործընկերներին։ Նախարարի խոսքով Հայաստանի համար շատ կարեւոր է միգրացիոն ոլորտի կառավարման համապարփակ ռազմավարական մոտեցումը, երբ ճիշտ արժեհամակարգի վրա ձևավորված բոլոր բաղադրիչները կոչվում են իրենց անուններով։ Անդրադառնալով քաղաքացիության ինստիտուտին նա ընդգծել է, որ տարիներ շարունակ ինստիտուտի ձևախեղման հետևանքով մարդակենտրոնության հետ կապված մի շարք մոտեցումներ ստորադասվել են, մինչդեռ քաղաքացիության վերաբերյալ լուծումները պետք է խարսխված լինեն տարբեր մոտեցումների վրա։ Գնալու ենք որոշումների, նաև կտրուկ եւ ցավոտ լուծումների, որովհետեւ ի վերջո քաղաքացիությունը ենթադրում է պետության եւ քաղաքացու կայուն կապ, միմյանց նկատմամբ երկկողմանի հոգատարություն, խնամք, պատասխանատվություն։ Պետք է անդրադարձ կատարենք նաև երկքաղաքացիության ինստիտուտին, հասկանանք մոտեցումները։ Եթե շնորհում ենք քաղաքացիություն, ապա պետք է վստահ լինենք, որ տվյալ անձն իր կյանքը կապելու է Հայաստանի Հանրապետության հետ, նշել է Արփինե Սարգսյանը։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է ռեզիդենտության բաղադրիչը խորքային ուսումնասիրելու, քննարկելու, ինչպես նաև կենտրոնացված տվյալների հավաքագրման ինստիտուտի ինտեգրման անհրաժեշտությունը։ Ներկայացնելով ռազմավարական ծրագրի նախնական տարբերակը, Տիգրան Ջրբաշյանն ու միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի անդամները անդրադարձել են քաղաքացիության համակարգային շրջանակին, քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման պահանջների կիրառելիության միջազգային փորձին եւ Հայաստանի օրենսդրական կարգավորումներին։ Անդրադարձ է կատարվել նաև երկքաղաքացիության իրավական կարգավորումներին, այդ համատեքստում Սփյուռքի առանձնահատկություններին, միգրացիայի եւ ապաստանի իրավական ու ինստիտուցիոնալ հարցերին։ Ծավալվել է ակտիվ քննարկում, նախանշվել են մոտեցումներն ու խնդիրները, քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Գաղափարներ երիտասարդներից ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ կայացել է ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման թեման ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումն ու կանխարգելումն էր, որի ուղղությամբ մասնակիցները ներկայացրել են նորարար գաղափարներ եւ առաջարկություններ։ Նախարար Սարգսյանը վերահաստատել է երիտասարդական խորհրդի անդամների հետ ակտիվ համագործակցելու հանձնառությունը, որը նպատակ ունի քննարկումների միջոցով եւ քաղաքացիների անմիջական ներգրավմամբ հասնել հանրությանը հուզող հարցերի լուծմանը, ամրապնդելով պետություն-հասարակություն կապը։ Երթևեկության մասնակիցների վարքագծի փոփոխությունը ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու կարևոր նախապայման է։ Այս ուղղությամբ ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է օրենսդրական կարգավորումները, նաև իրականացնում հանրային իրազեկման արշավներ։ Այս ճանապարհին հատկանշական է նաև հասարակության եւ հատկապես երիտասարդների ներգրավվածությունը, ընդգծել է Արփինե Սարգսյանը, կարևորելով հանրային ընկալումները ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։ Երիտասարդները նախ վերլուծել են Երևանում եւ մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառները, ներկայացրել իրենց ընկալումները վարորդների եւ հետիոտների վարքագծային դրսեւորումների վերաբերյալ, որոնք հանգեցնում են պատահարի։ Խորհրդի անդամները առաջարկությունների հիմքում դրել էին սեփական ուսումնասիրությունները եւ վեր էին հանել միջազգային լավագույն փորձը։ Քննարկման մասնակիցների ելույթներում հիմնական մոտիվը երթևեկության մասնակիցների վարքագծային փոփոխությունների անհրաժեշտությունն էր։ Միևնույն ժամանակ երիտասարդները ընդգծում են երկարաժամկետ կրթող եւ վերափոխող բաղադրիչ ունեցող իրազեկման աշխատանքների կարիքը, մասնավորապես գաղափարները վերաբերում էին տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված իրազեկման արշավների կրթական ծրագրերի իրականացմանը, վարորդական վկայականների տրամադրման գործընթացի վերափոխումներին, ինչպես նաև ճանապարհներին վարորդներին օգնող վահանակների տեղադրմանը, արհեստական բանականության կիրառմամբ տեսահսկող սարքերի ներդրմանը։ Նախարարությունում մասնագիտական քննարկումներից հետո առաջարկություններից մեկը կներառվի օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ։ Տեղում վերլուծվել են բարձրաձայնված մտքերը, ծավալվել է խորքային քննարկում դրանց իմպլեմենտացման հնարավորությունների շուրջ, նախանշվել են երիտասարդական խորհրդի անդամների հետ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ համագործակցելու թիրախային ուղղությունները, ընդգծվել է իրավապահ համակարգ, հասարակություն, ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։ Խորհրդի նիստին ներկա էին նաև ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը եւ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ Մենք վերադարձանք շարունակելով թողարկում առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին։ Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց եւ իր վարած Hyundai Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեց 575 գրամ մեթամֆետամինի եւ 1275 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ Hyundai Մակնիշի ավտոմեքենայում զիպ փականով 5 փաթեթ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն եւ չունենալով ընտերգօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպչագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգման պարզվեց նաեւ, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվության մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում եւ իրացնում է։ Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելել են Եղեգնուտ, տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին ավազակոպչագլաքարային խառնուրդով բարձված 3 բեռնատար։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով 5 անձ ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը. Մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նորնորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1000 դիմաց կնոջն ուղարկում է Բելգիա, Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ անօրինական միգրացիա կազմակերպելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 250 նոր թափուր տեղ բարեկային ծառայության մայրաքաղաքի եւ մարզերի ստորաբաժանումների համար։ Ընդունելություն իրականացվում է ոստիկանական գործ մասնագիտության բարեկ որակավորմամբ։ Կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում անվճար։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Բարեկային ծառայություն դիմելու համար տարիքային սահմանափակում չկա։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, եւ նրանք նշանակվում են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պաշտոններում։ 1988 թվականի երկրաշարժից 37 տարի է անցել։ Սեյսմիկ պաշտպանության համակարգը զարգացնելու ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվել։ Այս եւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ իմ գործընկեր Հայկ Մակոյանը զրուցել է ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՕԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Սպիտակի երկրաշարժից 37 տարի է անցել։ Այս տարիների ընթացքում բավականաչափ դասեր քաղել ենք եւ ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության համակարգը զարգացնելու ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվել։ Մեր ծառայությունը ստեղծվեց երկրաշարժից հետո 91 թվականին։
Նախքան երկրաշարժը նման ծառայություն, այսպես ասած, իսկ ավելի ճիշտ գիտական աշխատանք իրականացում էր ակադեմիական համակարգում եւ չկար միասնական կառույց, որը կլինի պատասխանատու ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության համար։ Եվ երկրաշարժը ցույց տվեց բոլոր այն բացերը, որոնք կային ոլորտում, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նախկին խորհրդային միության գրեթե բոլոր երկրների համար, որոնք գտնում են սեյսմոակտիվ գոտում։ Իսկ դրանից հետո բազմաթիվ քայլեր իրականացվեցին կազմակերպելու սեյսմիկ պաշտպանությունը։ Մասնավորապես ընդունվեց սեյսմիկ պաշտպանության մասին օրենքը, վերանայվեցին սեյսմակային շինարարության նորմերը, որին նաև մասնակցություն էր ունենում իհարկե սեյսմիկ պաշտպանությունը։ Ընդունվեցին համալիր ծրագրեր Երևան քաղաքում եւ հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ տարբեր բազմաթիվ իրավական ակտեր։ Մինչ այսօր մեր ծառայությունն ներգրաված է աղետների ռիսկի կառավարման ռազմավարության մեջ կայ գործողությունների ծրագրում։ Այդ ամբողջ համալիրը թույլ է տալիս այսօր իրականացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտում աշխատանքներ, որոնք ուղղված են եւ մոնիտորինգին, եւ սեյսմիկ վտանգի գնահատմանը, եւ սեյսմիկ ռիսկի գնահատմանը, եւ խոցելիության նվազեցմանը, բնակչության ուսուցմանը եւ այլն։ Պարոն Մարգարյան, հաշվի առնելով տարածաշրջանում երկրաշարժերի հաճախականությունը, արդյոք մտահոգիչ է այդ տենդենսը եւ որոնք են համարվում մեր երկրի առավել խոցելի շրջանները։ Մեր ամբողջ երկիրը եւ տարածաշրջանը ինքը սեյսմովտանգ գոտի է, սեյսմոակտիվ գոտի է։ Յուրաքանչյուր խզվածք աշխատում է յուրովի։ Եվ երբ որ մենք ասում ենք սեյսմիկ վտանգի գնահատում, սեյսմիկ ռեժիմ, հենց իմանալով այդ խզվածքների ընդհանուր բնութագրերը, դրանով էլ անում ենք մեր ենթադրությունները եւ եզրակացությունները։ Երբ որ քաղաքացիները, բնակիչները զգում են, ասում են ուժեղ երկրաշարժը սովորաբար ընդունված է 7 մագնիտուդից բարձր։ Մեր օրենքով 5.5 մագնիտուդից բարձր, քանի որ մենք ունենք խոցելի ինֆրաստրուկտուրա բնակֆոնդ, դրա համար 5.5 արդեն մեր համար համարվում է վտանգավոր։ Իհարկե դա աղետ որպես այդպեսին աղետալի չի լինի, բայց վտանգավոր է կունենա հետևանքներ։ Եվ սրանով պայմանավորված այս ամբողջ պատկերը, որ մոնիտորինգ է իրականացում, այս ամբողջ ինֆորմացիան բարբերաբար օգտագործում է։ Եվ պարզապես պիտի հիշել, որ մենք ապրում ենք այնպիսի գոտում, որտեղ երկրաշարժեր տեղի ունեցել եւ տեղի ունենալու։ Եվ պիտի պատրաստ լինել, ընդ որում ոչ միայն երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները եւ այլն, կառուցապատողները պիտի տեղյակ լինեն, բնակիչները պիտի տեղյակ լինեն, կարող են պահանջատեր լինել, երբ որ նորակառույցում տուն են գնում, ենթադրենք մի փոքր հետաքրքրվել, իրազեկելու հետ կապված, դուք բոլորդ գիտեք, երբ որ տեղի է ունենում զգացված երկրաշարժ, մեր հանրապետությունում կամ հարակից տարածքներում, որ զգացվում է բնակչության կողմից, իհարկե իրազեկում իրականացվում է պաշտոնական խողովակներով, անմիջապես։ Հարցի մյուս կողմը բնակչության ուսուցումը եւ պատրաստվածությունը։ Մենք ունենք վարչություն, որը կոչվում է բնակչության տարող աշխատանքների վարչություն, որը աշխատանքային իր տարեկան պլանով տարեկան մոտ 80-ից 90 հազար մարդ ուսուցանում են, տարանում վարժանքներ են կազմակերպում, սկզբից տրվում է այսպես ասած տեսական նյութը, հետո տարանում վարժանքներ, եթե լինում են թերություններ ներկայացնում ենք, հիմնականում դա արվում է ուսումնական հաստատություններում, բայց բոլոր սոցիալական խմբերի համար արվում է պարզապես ուսումնական հաստատություններում կշիռը շատ ավելի մեծ է։ Եվ վերջերս նաև ասեմ, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ մենք այս տարի փոխհմբռնման հուշագիր ստուգեցինք օգտագործելու համար նաև իրենց ռեսուրսը, որը միաժամանակ ներառում եւ ներառական կրթությունը եւ քանի որ իրենք ավելի շատ են առնչվում ուսումնական հաստատությունների դպրոցների հետ, բայց բացի դա մենք բարբերաբար իրականացնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնում ենք բոլոր հարցերի պատասխաններ, որոնց նաև իրենց անհրաժեշտ է իրենց աշխատանքում, մասնավորապես սեյսմակային շինարարության ոլորտում, շինության տեխնիկական վիճակի մասին եզրակացությունն է։ Եվ դա ինչ է տալիս, ինչի համար է, որտեղ կարելի է կիրառել եւ այլն։ Այս ամբողջը մեր աշխատանքների մի մասն են կազմում եւ բնակչության տեղեկացված լինել, բնակչության իրազեկված լինելը համարվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչներից մեկը, քանի որ մենք ունենք բարձր խոցելիություն, հետեւաբար բարձր ռիսկ եւ նվազեցման կոմպոնենտներից մեկը, բաղադրիչներից մեկը հենց մեր բնակիչներն են եւ իրենց գիտելիքները։ Կուզեի խոսեք նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասով, արդյոք կա մատչելի եւ հասանելի տեղեկատվություն ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ։ Կա եւ հենց Հանրապետական մանկավարժական կենտրոնի հետ այդ հուշագրի երևի թե հիմնական մասը դրան է ուղղված, որովհետեւ իրենք ավելի շատ են առնչվում
հաշվանդամություն ունեցող կամ առողջական այլ խնդիր ունեցող երեխաների հետ եւ կա հատուկ մշակված ծրագրեր, տարանուն վարժանքներ ենք անում նման հաստատություններում, առաջարկություններ ենք անում, ենթադրենք թե քարտակի վերաբերյալ կամ որևէ ինչ խնդիր որ կբարձրանա, նշում ենք ավելի ապահով ելքերը, նշում ենք որտեղ դնել մահճակալները ժամանակ շահելու համար, այդ աշխատանքները ամբողջ իրականացվում են։ Ինչպես է գնահատում արդյունավետությունը այդ աշխատանքների։ Արդյունավետությունը մենք ունենք այսպես կոչված feedback ծառայություն, պարտադիր տալիս ենք եւ դրա վրա իրականացնում են գնահատման աշխատանքներ։ Եթե լինում են տեղեր, որ ենթադրենք ինչ որ բան կարիք կա կրկնելու, կրկնում ենք։ Շատ լավ։ Պարոն Մարգարյան, Հայաստանի ազգային սեյսմիկ ցանցը միացել է թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակին։ Այդ հանգամանքը սեյսմիկ պաշտպանության եւ անվտանգության համատեքստում ինչ նշանակություն ունի։ Դա առաջի հերթին նշանակություն ունի մասնագետների համար։ Այսօր գլոբալիզացիայի ժամանակաշրջանում բոլորը դա ընդունված է արդեն, որ օգտագործել տվյալներ, նաև հարևան երկրների, նայած ինչ գիտական կամ մասնագիտական խնդիրից լուծում նաև ավելի մեծ հեռավորությունների համար կարելի է օգտագործել տվյալները։ Դա նաև պետության համար որպես ներկայանալի հարթակ է, այո, եւ եթե կհիշեք, երբ որ մենք նոյեմբեր ամսին ունեցանք հյուր մեր միջուկային փորձարկումների համապարփակարգելման գլխավոր քարտուղարին, եւ այնտեղ նույնիսկ հաղորդագրություն եղավ, որ մեր կայաններից մեկը, որ նույնպես այդ ցանցում է, դրա շնորհիվ շատ կեղծ տեղեկություններ հերկվել են։ Եվ այս կայանների այս աշխատանք հենց միտված է նաև դրան։ Ընդհանուր առմամբ նաև այդ ցանցում երևում է, ենթադրենք կայանները ոնց են սպասարկվում, ինչ տոկոսայնությամբ են կամ ինչ արդյունավետությամբ են աշխատում, որ նույնպես մեր օգտին է, քանի որ մենք մեր կայանները գրեթե 99% արդյունավետությամբ աշխատում են, եւ պարզապես դառնանք աշխարհի այդ մեր ոլորտի մենք էլ դառնանք մի մաս արդեն պաշտոնական մեր կայաններով։ Միջազգային փորձը ինչ է ցույց տալիս եւ որ երկրների փորձին ենք հետևում մեր վերլուծություններում, մեր անելիքներում։ Մենք շատ երկրների հետ ունենք միջազգային համագործակցություն եւ փորձում ենք, քանի որ նաեւ մեր ամբողջ աշխատանքը հիմնված է նաեւ գիտության վրա եւ շատ դինամիկ զարգանում է եւ մենք փորձում ենք հետևել եւ նույնպես շատ հետ չընկնել ոլորտի խնդիրներից։ Եվ այդ միջազգային համագործակցությունը երևի թե ամենակարճ ճանապարհն է բարբերաբար զարգանալ, կրթվել, ինքնակրթվել, որպեսզի կարողանաս դիմացինիդ հետ խոսես ընդհանուր հարցերի, ընդհանուր խնդիրների վերաբերյալ։ Մենք ֆրանսիացի գործընկերներ ունենք, որոնց հետ համագործակցում ենք ամսի 3-ին այստեղ են եւ մի շարք ուղղություններով 20 մինչև 27 թվականը ուզում ենք հետազոտություններ սկսել մեր ամերիկացի գործընկերները, մեր ճապոնացի գործընկերները, որ լավագույնն են այս ոլորտում, եվրոպական շատ երկրներից ունենք նախկին սովետական միության ասիական երկրներից, քանի որ խնդիրների մի մասը ընդհանուր են այդտեղ, մասնավորապես շենքերի, տիպարային շենքերի եւ այլն խոցելիություն, նման խնդիրներ, բոլորի հետ համագործակցությունը կարում ենք պահել համապատասխան մակարդակի։ Քանի որ խոսեցիք համագործակցության մասին, 2026 թվականին Հայաստանում անցկացվելու է սեյսմիկ անվտանգության թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որ երկրներն են մասնակցելու աշխատաժողովին եւ թիրախային ինչ հարցեր են քննարկվելու։ Դա աշխատաժողով լինելու արևելաեվրոպական երկրների, բայց հավանաբար կլինեն նաեւ ասիական երկրներից մասնակիցներ։ Աշխատաժողովը վերաբերելու է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին, քանի որ շատ հաճախ միջուկային պայթյունները փորձում են քողարկել երկրաշարժի տեսքով։ Եվ այդ տրեյնինգները, այդ ամբողջ շղթան քայլերի, որ մասնագետը տարբերակի երկրաշարժը պայթյունից։ Եվ հենց դրա շուրջ հենց կոչվում է ալիքային պատկերների վերլուծություն, քանի որ մենք ունենք ազգային տվյալների կենտրոն դրա սպասարկման շուրջ, միջազգային մոնիտորինգային կենտրոն, ընդ որում մենք ունենք եւ միջազգային եւ տեղական, որը ֆրանսիական գործընկերների հետ է տեղադրված, այսինքն սերվերների սպասարկում, դա նեղ սեյսմոլոգիական մաս, այսպես նաեւ IT ոլորտից ունենք մի փոքր ընդհանուր այդ ամբողջ համակարգի վերաբերյալ լինելու տրեյնինգները։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Մարգարյան, ձեր խորհուրդը մեր քաղաքացիներին։
Մենք պետք է հիշենք, որ մենք ապրում ենք սեյսմովտանգ գոտում, մենք ցանկալի է, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը մի փոքր կարդա, մի փոքր տեղեկացվի, պարտադիր է, որ հետևի պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ այսօր բաց ինֆորմացիան շատ է եւ յուրաքանչյուր փոքր միջին կամ չգիտեմ ավելի թույլ երկրաշարժի դեպքում տարբեր ասեկոսներ են տարածում, որոնք իհարկե ճիշտ չեն եւ պանիկայի չենթարկվեն երբեք, որովհետեւ առաջի թշնամին խոճապն է։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Մարգարյան։ Հիշեցնեմ, զրուցում էինք ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։